Հանրայինի ուղիղ եթերում աշխատանքն է շարունակում առաջին լրատվականը բարև ձեզ։ Նախ սահմանային իրավիճակի մասին գիշերը Ղարաբաղ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 20 անգամ։ Տարբեր դրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 140 կրակոց, տեղեկացնում են Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի ռեժիմի պահպանմանը եւ շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն։ Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանում։ Հայաստանը Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ համատեղ շարունակելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման ուղղված ջանքերը։ Եռանախագահները հռչակել են հիմնախնդրի հանգուցալուծման քաղաքակիրթ բանաձևը, քվեաթերթիկներ փամփուշտների փոխարեն։ Համանախագահ երկրների նախագահների ներկայացրած առաջարկությունը ամրագրում է Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի ապագա որոշումը նրա բնակչության իրավական պարտադիր ուժ ունեցող կամ արտահայտման միջոցով։ ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է Էդվարդ Նալբանդյանը։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը իր ելույթում անդրադարձել է անկախության 25-ամյակին, Բաքվի ապրիլյան ագրեսիային, Թուրքիայի կողմից Հայաստանի նկատմամբ իրականացվող միակողմանի ցամաքային շրջափակմանը եւ այլ թեմաների։ Հայկ Արամ Նահապետյանի ռեպորտաժը Նյու Յորքից։ Քառորդ դարյա անկախության ձեռքբերումների կողքին Էդվարդ Նալբանդյանը նշեց այն, ինչ չենք հասցրել նախընթաց տարիներին։ Սոցիալապես անապահով խմբերի կարիքները մինչև 2025 թվականը նախանշված պետական ռազմավարության հիմքում են, այնուհետև անցում մերօրյա գլոբալ մարտահրավերներին, մասնավորապես Մերձավոր Արևելքում։ On numerous occasions, Armenia has condemned the crimes committed by Daesh. Հայաստանը բազմիցս դատապարտել է Դաեշի ու այլ ահաբեկչական խմբավորումների իրագործած հանցագործությունները, որոնք սպառնում են ինչպես տարածաշրջանի, այնպես էլ դրանից դուրս բնակվող ժողովուրդներին։ Պատերազմը Սիրիայում ավերիչ ազդեցություն է թողել նրա քաղաքացիական բնակչության, ներառյալ ազգային եւ կրոնական փոքրամասնությունների վրա, որոնք կենսական սպառնալիքների առջև են կանգնած ազգային հողի վրա իրագործվող ոճրագործությունների պատճառով։ Բռնությունները չեն շրջանցել նաեւ սիրիահայերին։ Շատերը կորցրել են կյանքը, ոչնչացվել են հայկական բնակավայրեր, եկեղեցիներ, դպրոցներ եւ մշակութային կառույցներ։ 100 տարի առաջ հայոց ցեղասպանության հետևանքով հայ փախստականները ապաստան գտան բազմաթիվ արաբական երկրներում։ Այսօր հազարավոր հայեր Մերձավոր Արևելքի այլ ժողովուրդների հետ միասին կրկին հարկադրված են լքել իրենց բնակության վայրերը։ Անցնելով հայոց ցեղասպանության թեմային, նախարարը նկատեց շուտով կլրանա 1 տարին, ինչ Հայաստանի նախաձեռնությամբ դեկտեմբերի 9-ը հռչակվել է որպես ցեղասպանության զոհերի հիշատակի եւ արժանապատվության միջազգային օր։ More than 20,000 found refuge in Armenia. Որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած ազգ, որը շարունակում է առերեսվել այդ ոճրագործության ժխտողականությանը, Հայաստանը վերահաստատում է իր լիակատար աջակցությունը պայքարելու ցեղասպանության եւ մարդկության դեմ հանցագործության անպատժելիության դեմ։ Քանի դեռ բռնության սպառնալիքը շարունակվում է տարածվել աշխարհի տարբեր ծայրերում, հույժ կարևոր է առավել արդյունավետ դարձնել անվտանգության ու խաղաղության հաստատման մեր միասնական ջանքերը։ Եվ այս ընկալմամբ է, որ Հայաստանը մասնակցում է ՄԱԿ-ի եւ նրա կողմից լիազորված խաղաղարար գործողություններին։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն է ասել, Հայաստանի աջակցությունը կարևոր է ոչ միայն իր ներդրման, այլև հայոց պատմության եւ դրա ընթացքում հաղթահարված մարտահրավերների առումով։ Անշուշտ պատմությունը մեզ սովորեցնում է, որ մեկի անվտանգությունը սերտորեն փոխկապակցված է մյուսների անվտանգության հետ, նկատեց Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը։ Երկու հոբելյան կա այս տարի մարդու իրավունքների միջազգային դաշնագրի ընդունման 50-ամյակը եւ զարգացման իրավունքի հռչակագրի 30-ամյակը։ Զույգ փաստաթղթերն ամրագրում են, որ բոլոր ժողովուրդները ունեն ինքնորոշման իրավունք, հիշեցրեց նախարարը հիմնարար փաստաթղթերի այս օրինական դրույթները շահկապելով արցախցիների օրինական պահանջի հետ։ Azerbaijan stubbornly refuses to recognize the right of the people of Nagorno-Karabakh to self-determination. Ադրբեջանը համառորեն հրաժարվում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումների եւ սանձազերծած ագրեսիայի հետևանքով 1980-ականների վերջից եւ 90-ականների սկզբից հայերը ջարդերի ենթարկվեցին եւ արտաքսվեցին իրենց բնակավայրերից։ Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Անդրեյ Սախարովը դա որակեց որպես հայ ժողովրդի հանդեպ նոր ցեղասպանության վտանգ։ Այս տարի եւս ապրիլի սկզբին Ադրբեջանը կոպտորեն խախտելով հրադադարի համաձայնագիրը նոր լայնածավալ ագրեսիա սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի դեմ,
առանց խնդրականության թիրախավորելով քաղաքացիական կառույցները եւ բնակչությանը։ Զոհերի թվում էին 12-ամյա մի տղա եւ 92-ամյա կին։ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի 3 զինծառայողներ Դաեշին բնորոշ ոճով գլխատվել էին, ապա ցուցադրվել ադրբեջանական քաղաքներում եւ գյուղերում, հրապարակվել սոցիալական ցանցերում։ Այն, որ մեր գերիներին տանջամահ են արել, հաստատում է նաև Կարմիր խաչը, ՄԱԿ-ի բարձր ամբիոնից միջազգային հանրությանը հիշեցրեց Էդվարդ Նալբանդյանը։ Ապրիլյան ագրեսիան հարված էր խաղաղ գործընթացին, հարկավոր են քայլեր կարգավորման հանդեպ վստահության վերականգնման համար։ Մասնավորապես հրամայական է հրադադարի եռակողմ անժանկետ համաձայնագրերի լիակատար իրականացումը, հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծումը եւ ԻԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչի գրասենյակի կարողությունների ընդլայնումը։ Սա ի դեպ այն է, ինչից խուսափում է Ադրբեջանը։ Եռանախագահները հռչակել են հիմնախնդրի հանգուցալուծման քաղաքակիրթ բանաձևը, քվեաթերթիկներ փամփուշտների փոխարեն։ Համանախագահ երկրների նախագահների կողմից ներկայացված առաջարկությունն ամրագրում է Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի ապագա որոշումը նրա բնակչության իրավական պարտադիր ուժ ունեցող կամ արտահայտման միջոցով։ Միջնադարյան բարբարոսության մտածելակերպով առաջնորդվողները, ինչը դրսևորվեց ապրիլին, հազիվ թե կարողանան ընդունել ժամանակակից աշխարհի քաղաքակիրթ մոտեցումները։ Հայաստանը ողջունեց ՄԱԿ-ի օրակարգ 2030 նախագծում Վիեննայի գործողությունների ծրագրի ներառումը։ Օրակարգ 2030-ը ՄԱԿ-ի այն ծրագիրն է, որն ուղենշում է մոլորակի առաջիկա 1.5 տասնամյակի զարգացման ուղղությունները, իսկ դրանում վերջերս ընդգրկված Վիեննայի փաստաթուղթը սահմանում դեպի ծով ելք չունեցող երկրների զարգացումը խրախուսելու կարևորությունը։ Հայաստանը չունի ելք դեպի ծով եւ ունի 2 կռվարար հարևան։ Ելույթի վերջում նախարարը շեշտեց Թուրքիայի անօրինական շրջափակման մասին։ Հայկարան Նահապետյան, Առաջին ալիք, Միացյալ Նահանգներ։ Էդվարդ Նալբանդյանը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի շրջանակում նաև մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել։ Պորտուգալիայի արտգործնախարար Ավգուստո Սանտոս Սիլվայի հետ հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիները, կարևորվել քաղաքական երկխոսության ակտիվացումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը։ Անդրադարձ է եղել միջազգային կազմակերպությունների շրջանակում փոխգործակցության սերտացմանը։ Սիրիայի արտգործնախարար Ուալիդ Մուալեմի հետ հանդիպմանը մտքեր են փոխանակվել սիրիական ճգնաժամի կարգավորման համար ձեռնարկվող ջանքերի, այդ ուղղությամբ միջազգային նախաձեռնությունների վերաբերյալ։ Էդվարդ Նալբանդյանը հույս է հայտնել, որ սիրիական ճգնաժամի հանգուցալուծման շուրջ վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունները կհարգվեն եւ կիրականացվեն, ինչը ճանապարհ կհարթի ճգնաժամի խաղաղ կարգավորման համապարփակ բանակցությունների մեկնարկի համար։ Իսկ Սիրիայում իրավիճակը դարձյալ մտահոգիչ է, Հալեպի արևելյան թաղամասերին ավելի քան 30 ավիահարված է հասցվել, առնվազն մեկը իրականացվել է ընդդիմությամբ վերահսկած Անսարի թաղամասում գտնվող սիրիական քաղաքացիական պաշտպանության կենտրոնին։ Ավիահարվածների հետևանքով կենտրոնի աշխատանքը խաթարվել է։ Ընդհանուր առմամբ թիրախավորվել է Հալեպում գտնվող քաղաքացիական պաշտպանության 4 կենտրոններից 3-ը։ Շարքից դուրս են եկել նաև շտապ օգնության եւ արագ արձագանքման մեքենաները։ Տուժել են նաև Մվասալատ, Քալասա, Հալակ, Շաքուր եւ Մաշադ թաղամասերը։ Միացյալ Նահանգների Վաշինգտոն նահանգի Բերլինգթոն քաղաքի Կասկադ մոլ առևտրային կենտրոնում անհայտ անձի արձակած կրակահերթերից զոհվել է 4 մարդ, ևս 2-ը վիրավոր են։ Բոլոր զոհերը կանայք են, հրձիքը եղել է մոտ 20 տարեկան, նա գործել է միայնակ։ Ոստիկանությունն ու հետաքննությունների դաշնային բյուրոն տարածել են կասկածյալի լուսանկարը եւ հետախուզում են նրան։ Ենթադրվում է, որ նա լատինամերիկյան ծագում ունի։ Հանցանքի մոտիվը անհայտ է, ոստիկանությունը տարհանել է առևտրային կենտրոնի եւ շրջակա հաստատությունների այցելուներին։ Բերլինգթոն քաղաքը գտնվում է Սիեթլից մոտ 100 կիլոմետր հյուսիս։ Իսկ ահա հյուսիսային Կարոլինա նահանգի Շարլոտ քաղաքում էլ արդեն 4-րդ օրն է բողոքի զանգվածային ցույցեր են ոստիկանական ապօրինությունների դեմ։ Չնայած քաղաքում պարետային ժամի սահմանմանը եւ գիշերային հավաքների արգելքին, հազարավոր ցուցարարներ գիշերը լուսացնում են Շարլոտի հիմնական մայրուղու վրա։ Վերջին 2 օրը ցուցարարների ակցիաները խաղաղ են եւ ոստիկանությունը չի միջամտում հավաքի անցկացմանը։ Իրավապահների կողմից սևամորթ ամերիկացուն գնդակահարելու դեմ իրենց բողոքն են արտահայտել նաև Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքի բնակիչները։ Կոլումբիայի FARC ապստամբական խմբավորումը միաձայն վավերացրել է իշխանությունների հետ խաղաղության համաձայնագիրը, վերջ դնելով 52 տարի շարունակվող քաղաքացիական պատերազմին։
Ֆարկն այժմ պատրաստվում է վերափոխվելու քաղաքական կուսակցության։ Հավանայում 4 տարի տևած բանակցությունների արդյունքներով Կոլումբիայի կառավարությունն ու հեղափոխական զինված ուժերը անցած ամիս պատմական համաձայնության էին հասել։ Նրանց միջև ավելի քան կեսդարյա զինված դիմակայության հետևանքով զոհվել է ավելի քան 250,000 մարդ։ Ֆարկի համակիրները հանդիսավոր հավաք են անցկացրել, որում խմբավորման առաջնորդները հույս են հայտնել, թե կուսակցության ստեղծմամբ Կոլումբիայի պատմության նոր էջ կգրվի։ Ալբանիայի խորհրդարանը օրենք է ընդունել, որը թույլատրում է այլ երկրներից թափոններ ներմուծելը։ Բնապահպաններն ու ընդդիմությունը քննադատել են այս քայլը։ 140 պատգամավորից կողմ է քվեարկել 63-ը, դեմ 27-ը, ձեռնպահ 4-ը։ Նախորդ պահպանողական կառավարությունը դեռևս 2011-ին անցկացրել էր այս նախագիծը, սակայն գործող ձախակողմյան կոալիցիան 2 տարի անց չեղարկել էր այն։ Ի վերջո որոշ փոփոխություններով օրինագիծը ընդունվել է։ Հարյուրավոր բնապահպան ցուցարարներ բողոքի ցույց են անցկացրել խորհրդարանի շենքի առջև, պնդելով, թե Ալբանիան այդ կերպ կվերածվի աղբանոցի։ Ապօրինի գաղթականներով լի նավի խորտակման վայրում միջերկրական ծովի եգիպտոսյան ափին հայտնաբերվել է ևս մի քանի տասնյակ զոհի մարմին։ Այսպիսով զոհերի ընդհանուր թիվը հասել է 163-ի, դեռևս մոտ 100 մարդ էլ որոնվում է որպես անհետ կորած։ Նավաբեկությունը տեղի էր ունեցել սեպտեմբերի 21-ին, նավի վրա գտնվել է մինչև 600 ապօրինի ներգաղթյալ աֆրիկյան տարբեր երկրներից, հիմնականում Եգիպտոսից և Սուդանից։ Այն խորտակվել է Եգիպտոսի ծովափից 12 կիլոմետր հեռավորության վրա։ Առափնյա ծառայությանը հաջողվել է փրկել մոտ 150 մարդու։ Եգիպտոսի անվտանգության ուժերը շարունակում են որոնողական աշխատանքները։ Էջմիածնում տիմ ընտրությունների նախօրեին տեղի ունեցած դեպքի առնչությամբ ձերբակալվել է ևս մեկ քաղաքացի։ Գլխավոր դատախազության մամուլի ծառայության համաձայն Էջմիածին քաղաքի ավագանու թեկնածուին առևանգելու եւ նրա ընտրական իրավունքների իրականացմանը խոչընդոտելու դեպքերի առթիվ հարուցված հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության կատարումը գլխավոր դատախազի գրավոր ցուցումով հանձնարարվել է քննչական խմբին, որում ներառվել են հատուկ քննչական ծառայության եւ քննչական կոմիտեի հատուկ կարևոր գործերի քննության գլխավոր վարչության քննիչներ։ Քրեական գործի շրջանակում 3 Երևան քաղաքի բնակիչ է ձերբակալվել, հիշեցնեմ, որ նույն գործի շրջանակում սեպտեմբերի 18-ին էլ ձերբակալվել էր Էջմիածին քաղաքի մի բնակիչ, որի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Շիրակը միակն է Հայաստանի մարզերի մեջ, որտեղ կա հայագիտության ուսումնասիրությունների կենտրոն։ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը սկսել է գործունեություն ծավալել 1994-ից, երբ Գյումրիում դեռ չէին սպիացել երկրաշարժի վերքերը։ Այդ տարիներին հիմնադրված կառույցը չթողեց, որ անիմաստ կորչի երիտասարդ կադրերի տաղանդը, բացահայտելով Շիրակի հարուստ մշակույթը։ Գյումրիում Շիրակ հայագիտական հետազոտությունների կենտրոնի նախաձեռնությամբ մեկնարկել է 9-րդ միջազգային գիտաժողովը Շիրակի պատմամշակութային ժառանգությունը հայագիտության արդի հիմնահարցեր խորագրով։ Մեր երկրի անկախության 25-ամյակին նվիրված գիտաժողովին մասնակցում են գիտնականներ 8 երկրից, նրանք նաև Գյումրիի տոնակատարությունների միջոցով ավելի պատկերավոր են ծանոթացել տեղի մշակույթին։ Հայաստանի անկախության 25-ամյակը մեծ շուքով նշվել է Դոնի Ռոստովում, մեր երկրի գլխավոր հպատոսությունը կազմակերպել է պաշտոնական ընդունելություն։ Ավանդույթի համաձայն միջոցառումը սկսվել է տերունական աղոթքով, որ հնչեցրել են հայ առաքելական եկեղեցու քահանաները։ Ռոստովի մարզի նահանգապետի տեղակալ Յուրի Մոլոչենկոն հյուպատոսությանը կտավ է նվիրել, որին պատկերված էր Դոնի խորհրդանիշը։ Հյուրերի տոնական տրամադրությունը ապահովել են Ռոստովի մարզի լավագույն երաժիշտները։ Միջոցառմանը ներկա են եղել օրենսդիր ժողովի պատգամավորները, Դոնի Նախիջևանի հայկական համայնքի նախագահ Հարություն Սուրմալյանը, Ռոստովի քաղաքապետարանի ներկայացուցիչները, մտավորականներ եւ այլոք։ 31-րդ ամառային օլիմպիական խաղերում Հայաստանի համար ոսկե մեդալ նվաճած Արթուր Ալեքսանյանին, օլիմպիական խաղերի փոխչեմպիոններ Միհրան Հարությունյանին, Սիմոն Մարտիրոսյանին եւ Գոր Մինասյանին նվիրված մեծարման երեկոյի ընթացքում Յուկոմ ընկերությունը ազդարարել է այս տարվա ամենասպասված 4G+ ցանցի գործարկման մասին։ Ցանցի մեկնարկը տվել է Արթուր Ալեքսանյանը։ Յուկոմ ընկերության 4G+ ցանցը նախատեսված է Հայաստանում տվյալների փոխանցման տրաֆիկի աճող պահանջարկը բավարարելու եւ ել ավելի լավ որակ եւ մեծ արագություններ ապահովելու համար։ Յուկոմ ընկերության ներդրած այս առաջատար տեխնոլոգիան գործում է Հյուսիսային Ամերիկայում, Ասիայում եւ եվրոպական մի շարք երկրներում։ Միջոցառմանը Յուկոմը հայտարարել է Ռիո 2016-ում Հայաստանի համար մեդալներ նվաճած մարզիկների համար ընկերության կողմից սահմանված պարգևների մասին։ Արթուր Ալեքսանյանն ու Միհրան Հարությունյանը բնակարաններ են
նվեր ստացել իրենց ծննդավայրերում, Գյումրիում և Վաղարշապատում։ Արթուրի և Միհրանի հետ միասին Գորմին Այսյանը և Սիմոն Մարտիրոսյանը նվեր են ստացել iPhone 7 հեռախոսներ, ինչպես նաև Ucom-ի Triple Play փաթեթից և շարժական կապի ամենաբարձր և ամենաընդգրկուն սակագնային պլանից ցկյանս անվճար օգտվելու հնարավորություն։ Այսքանը մեր հաջորդ թողարկումը ժամը 17-ին է, տեսություն։